Ձեր կարծիքով Հայաստանում առաջիկայում իշխանափոխություն կլինի։ Դժվարանում եմ պատասխանել, անկեղծ ասած, կախված է մի շարք հանգամանքներից, որոնք գուցե աշխարհաքաղաքական բնույթ ունեն նաև ոչ միայն ներհայաստանյան։ Այդքան։ Չեմ կարող էլի պատասխանեմ երեխեն, բայց համլիներ լավ կլներ։ Ոչ։ Ժողովուրդը չի թողի։ Որտեվ միակ երկրի ղեկավարն է, որ վերել է խաղաղություն ամենակարևորը։ Էլ դրանից կողմ ինչ եք ուզում։ Չգիտեմ, չեմ հետաքրում։ Քաղաքականություն։ Ես ուրիշ բանով եմ հետաքրում, որ ձեզ էլ եթե հետաքրքիր լինի, լավ կլինի։ Անհրաժեշտ է։ Ասեք։ Շատ են խոսում կաթողիկոսի մասին, մյուսի մասին, չէ, բայց ժողովուրդը առանց հասկանալու Աստված ասում ապաշխարեք, որովհետև երկնքի թագավորությունը մոտ է։ Բայց չգիտեմ ցույց կտակ թե չէ։ Կաթողիկոս փոխեն, չփոխեն։ Նախ ինքը կաթողիկոսը պետք է մի հատ այս հորդորը անի, այս խոսքը ասի ավետարանի, ավետարան քարոզի մարդկանց։ Դարձիվն ապաշխարեն, որ մեր երկիրը ծաղկի։ Եթե ուզում եք իշխանություն փոխվելով բանով, սրանք բոլորս ու բաներ են։ Աստվածը երկիրը օժնում կամ էլ առանց Աստծո երկիրը անիծվում է։ Էսա։ Այս ինչ իմանես նարդա։ Ոչ։ Չի լինի։ Նիկոլ Փաշինյանին եք տեսնում վարչապետներին ու առանց փոփոխությունների։ Ես օրինակ գյուղացի եմ, որ ժողովուրդը խոսում է Նիկոլ Փաշինյանն են ուզում սաղել։ Դժվարանում եմ ասել Ազի ջան։ Ում եք տեսնում վարչապետի պաշտոնում։ Ում եմ տեսնում։ Գիտեք, ընդհանրապես ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց կնախընտրեի Գուրգեն Սիմոնյանին։ Իհարկե հնարավորությունները շատ ցածր է, բայց ամեն դեպքում որպես այս քաղաքականության մեջ ճիշտ գնահատող իրավիճակը իրան եմ տեսնում Ազի ջան։ Կարծում եմ։ Ում եք տեսնում ով կա։ Սամվել Կարապետյանը ստերեոյթին։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Այո, Ում եք տեսնում ով կարող է անել։ Սամվել Կարապետյան։ Ինչ սպասելիքներ ունեք։ Որ լավ պետք է լինի ամեն ինչ։ Իհարկե, դժվար է չի կդրեմ որոնի։ Չեմ կարծում։ Իսկ ում եք տեսնում վարչապետի պաշտոնում։ Դժվար հարց է։ Ես ունեմ իմ տեխնացում ճիշտ ասած։ Բայց դե բարձրաձայնել հաստատ չեմ ասի։ Ոչ չի լինի։ Իսկ ում եք տեսնում վարչապետի պաշտոնում։ Չկա այդպես մարդ։ Ինչու։ Ինչու։ Ազգան ես քաղաքականության մասնագետ եմ, չկա այդպես մարդ, ով է։ Դուք ասեք։ Ես։ Չկա։ Գիտեք ինչ կա, կարդացեք Հովհաննես Թումանյանի Մուկնու կատուն։ Այդ են անում։ Բոլորը դրանով են զբաղված։ Աթոռակռիվ, ինչ ասեմ, ոսկորակռիվ։ Դրա մաս գործանում է սպասում ես։ Չեմ կարող ասեմ։ Չգիտեմ ճիշտ ասած այդ հարցերով չեմ էլ հետաքրքրվում ես։ Աղջիկ ջան, ինչ էլ որ եղնի, լավ կլի, մենակ ես սվոլիչը չլի։ Այդքան բան, աղջիկ ջան, սեն չի մնա երկիրը։ Երկիրը կտզի, եթե մի հատ բարի հաջող կառավարության տազա ներկայացուցիչ կա, այդ վաղ շատ լավ կլի։ Այս Փաշինյանին ինչեր ասես խոստացավ, հիմեր սաղին բռնում է, այդ տղա ջան, ինչ գործ ունես, մեր կաթողիկոսին է բռնում, աղբորն է բռնում, աղբոր տղուն է բռնում, վերջ ինչ ասեմ, իմ խելքի բանը չի, ենքան գիտեմ, որ սխալ անում, մանավանդ, որ ընտրությունները առաջնա, փողանակ ժողովրդին լավ նայի, հակառակ է, բռնումներ, են Սամվել Կարապետյանին բանին, ընչի ես բռնում, այդքան մեզի օգնեց Հայաստանին, վերջի ինչ ասեմ, այդենց